Անցած շաբաթ ծանոթացա մի կնոջ հետ 10 տարի առաջ տեղափոխվել էին ամուսնու հետ Ռուսաստան երեխաներով եւ այլն եւ շատ դժվար աշխատանքներ ա արել, շատ ծանր աշխատանքների ա գնաց եւ այլն ու մի օր ամուսնուն ասել ա թե բեր մեր բիզնեսը բացենք եւ ամուսինը մերժել ա, չի ցանկացել օգնել իրան, բայց ինքը ասել է ինչ ուզում ալնի անելու եմ, դիմել է իր ընկերներին, որ իրան փողով օգնեն, ուզեցել է իր ռեստորանը բացի, ոչ մեկ իրան չի օգնել, դիմել է բանկերին, փողը վերցրել է վարկով ու ասում է ես հասկանում եմ, որ դա մեծ ռիսկ էր իմ համար, բայց ես դա պիտի անեի, ու ասում է ես իմ կապերը կտրեցի բոլոր այն մարդկանց հետ, ովքեր համաձայն չէին իմ նախագծին, ովքեր համաձայն չէին իմ որոշումների հետ, ու ինքը դա արել է, երկար տարիներ անց ինքը ռեստորանի տեր է, եւ անցյալ շաբաթ մեր հանդիպման ժամանակ մոտ 40 նոր գործընկերներ էին հավաքված եւ ես այնտեղ ներկայացնում էի մեր բիզնես նախագիծը եւ լինելով շատ զբաղված մարդ, ինքը այն միակ մարդկանցից էր, որ բոլոր առաջադրանքները իդեալական էր արել, սաղ ուսումնասիրել էր, ինչ որ ես տվել էի Եվ նույնիսկ լիքը հարցեր էր դուրս գրել, որոնց ես հետո պատասխանեցի ու ես իր հետ խոսալով ես հասկացա, որ եթե դու ուզում ես լինես հաջողակ, դու պետք է շփվես հաջողակ մարդկանց հետ։ Ու բաց թողես բոլոր նրանց, ովքեր մենակ նվնվում են, նվնվոցով են զբաղված, ես ժամանակ չունեմ, ես հնարավորություն չունեմ, բոլոր այդ մարդկանց դնել մի կողմ ու զբաղվել նրանով, որ ձեր շրջապատում բոլոր այն մարդկանց հետ ում հետ որ դուք շփվում եք, գտնել այն մարդկանց ովքեր կյանքում արդեն ինչ որ դժվարություն հաղթարել են, ովքեր գիտեն փողի ուժը, ովքեր գիտեն ինչ է նշանակում բիզնես։